Շաբաթ օրը Սուրբ պահիր։ Հասել ենք 4 պատվիրանին, որը Աստված մարդ փոխհարաբերության վերջին պատվիրանն է, քանի որ 5-րդից սկսելու է մարդ փոխհարաբերությունը։ Իսկ ինչպես հասանք այստեղ։ Նախ առաջին պատվիրանով հասկացանք, որ կա միայն մեկ Աստված, ով արարել է ամեն ինչ, եւ նրանից բացի մեկ այլ Աստված չկա։ Հետո հասկացանք, որ մեզ համար կուռքեր չպիտի կերտենք եւ պաշտենք։ Հետո հասկացանք, որ Աստված անուն ունի եւ ցանկանում է, որ այդ անունը մենք զուր տեղը չարտասանենք եւ այդ անունը սուրբ պահենք մեր կյանքով։ Ու հիմա պետք է գիտակցենք, որ Աստված պարգևել է 7 օրեր, որոնցից մեկը ցանկանում է, որ հատկացնենք իրեն եւ միայն մեզ համար չապրենք։ Այսօրը նախապես շաբաթ օրն էր, որ հրեաները Մովսեսից հետո պահում էին դարեր շարունակ, սակայն Հիսուս եկավ ասելու, որ նրանք սխալ են հասկացել այս պատվիրանը։ Օրինակ նրանք պատրաստ էին իրենց կենդանուն շաբաթ օրը ջրհորի փոսից դուրս հանել, սակայն կարիքի մեջ գտնվող մարդուն չէին օգնում։ Ահա թե ինչու մեր Տերը շաբաթ օրը բարի գործեր էր անում, ցույց տալու համար, որ նախ ինքը շաբաթի Տերն է եւ որ շաբաթ օրը մարդու համար է եւ ոչ թե մարդը շաբաթ օրվա համար։ Ուրեմն Հիսուս Քրիստոս մեր Տերը եկավ իր հետևորդներին ուսուցանելու, որ Տիրոջ օրը Քրիստոսի, այսինքն մարդացած Աստծո հարությունից հետո դարձավ կիրակին, որը բառացի նշանակում է հենց Տիրոջ օր։ Այսօրը քրիստոնյան սուրբ պետք է պահի ոչ թե հանգստանալով կամ իր հաճույքների համար պահելով օրը, այլ սուրբ ատարակին մասնակցելով եւ Տիրոջ նման դիմացինին օգնելով, ուսուցանելով, բժշկելով։ Ուրեմն թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիք բաների ստվերներն են։ Բուն մարմինը Քրիստոսն է, ասում է Սուրբ Պողոս առաքյալը Կողոսացիս թղթում։